Дети, давайте похлопаем. 31 год. Ալավերտին այս օրերին վերածվել է թատերական կյանքի կենտրոնի հյուրընկալելով միջազգային ճանաչում ունեցող թատերախմբերի։ Թատերական լոռի փառատոնի շնորհիվ քաղաքը դարձել է բազմազան մշակույթների համախմբման հարթակ, որտեղ հայտնի թատերախմբեր ու արտիստներ տարբեր երկրներից ներկայացնում են իրենց լավագույն բեմադրությունները։ Ալավերտի հանդիսատեսը հնարավորություն ունի մասնակցելու բարձրարվեստ ներկայացումների, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով յուրահատուկ է թե բեմադրական լեզվով, թե թատերախմբի ստեղծագործական մոտեցմամբ։ Ներկայացումները տարբերվում են ժանրային և թեմատիկ ընդգրկումով, սկսած դասական հեքիաթներից մինչև ժամանակակից դրամա։ Փառատոնը լոռի է բերել թատերական աշխուժություն, ստեղծելով յուրօրինակ մթնոլորտ, որտեղ արվեստը մոտենում է մարդկանց։ Թատերական փառատոնի շրջանակում Ալավերդի քաղաքն արդեն երկրորդ անգամ հյուրընկալեց Դաղստանի տիկնիկային թատրոնին։ Հյուրերը ներկայացան հեքիաթային և գունեղ բեմադրությամբ, ներկայացնելով մատնաչափիկը պիեսը։ Вдвоем копать будете. А невесту-то копать умеет? Ой, да вы что? Она так копает, она вам все перекопает. Ну? А мне за невесту 3 мешка пшеницы дадите. Сколько? Ну, можно и 2. Сколько? Ну, можно и 1. Ну нет, 1 мешок я сам все перекопаю. Она еще, небось, и толстая, ест много. Ой, да что вы, дорогой сосед? Ներկայացումն առանձնանում էր գեղարվեստական նրբագեղ լուծումներով, վառ գունային գամայով և տիկնիկների վարպետորեն կերտված կերպարներով։ Բեմի ձևավորումը և երաժշտական ձևաչափը լրացնում էին իրար, ստեղծելով մոգական մթնոլորտ, որը գրավում էր թե փոքրիկների և թե մեծերի ուշադրությունը։ Թատերական լոռի միջազգային 31-րդ փառատոնն էլ բազմաժանր է՝ դրամատիկ, կատակերգական, մենաներկայացումներ, տիկնիկային և այլ ժանրի ներկայացումներն անցնում են Լեբլեցուն դահլիճներում։ Դաղստանի պետական տիկնիկային թատրոնը լեգենդար թատրոն է 85 տարվա պատմությամբ, որն իր գործունեությունը երբեք չի ընդհատել։ Театру кукол в этом году исполняется 85 лет. Да, он рожден в годы начала Великой Отечественной войны. Այս տարի մեր թատրոնը դարձավ 85 տարեկան, այն ծնվել է հայրենական մեծ պատերազմի տարիներին և ոչ մի օր, ոչ մի ժամ իր գործունեությունը երբեք չի ընդհատել։ Մեր թատրոնի շենքը 2 պատերազմների ժամանակ ծառայել է որպես հոսպիտալ, մի խոսքով այն պատմական հուշարձան է և մենք անչափ հպարտ ենք։ Я смотрю, вы очень проницательны. Вы так же проницательны, как и я. Դաղստանի տիկնիկային թատրոնը դեռ նախորդ տարի պետք է մասնակցեր Անդերսենի մատնաչափիկը ներկայացումով, որն աշխարհի տարբեր երկրներում տասնյակ հեղինակավոր փառատոններում բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով միայն այս տարի հնարավոր եղավ հայտնի ներկայացումը բերել Հայաստան։ Мы очень рады, что вот именно оргкомитет этого фестиваля приглашает нас уже во 2-й раз. Очень значимый, очень яркий, очень важный, международный, 31-й в этом году фестиваль театральной лори. Մենք չափազանց սիրում ենք Հայաստանն ու իսկապես երջանիկ ենք, որ այս փառատոնի կազմակերպիչները մեզ հրավիրում են նման հեղինակավոր փառատոնի։ Շատ կարևոր է։ Այս տարի արդեն 31-րդը։ Մենք բերել ենք մեր լավագույն ներկայացումներից, որը բազմաթիվ երկրներում մեծ գնահատականի է արժանացել։ Я для вас горы переверну. Ներկայացման ողջ ընթացքում երեխաները բուռն արձագանքում էին, ծափահարում ու անկեղծ ծիծաղում։ Չնայած որ ներկայացումը ռուսերեն լեզվով էր, սակայն փոքրիկների համար հասկանալի էր, իսկ նրանց տպավորություններն ամբողջ կյանքի համար էին։ Շատ հետաքրքիր էր եւ շատ լավն էր, ինչ շատ դուր եկավ։ Ես ամենավերջում եմ եկել, բայց շատ տպավորված եմ։ 5 րոպե եմ դիտել, շատ լավ էր ամեն ինչ, հրաշալի։ Ես շատ շնորհակալ եմ այ երկրից, ովքեր եկել են այ մարդիկ, ես շատ սիրել եմ այդ մարդկանց։ Ես շատ եմ մի խոսքով հավանել, ես մեծ այջիկով կգայի ամեն օր։ Ներկայացման ավարտին բազմաթիվ ծնողներ իրենց խորին շնորհակալությունն ու հիացմունքն արտահայտեցին Դաղստանի պետական թատրոնի ներկայացուցիչներին հրաշալի ներկայացման համար, իսկ երեխաները լուսանկարվեցին հիշողության համար։
Տպավորված էին նաև դերասանները, որոնց մեջ նաև Դաղստանի Հանրապետության ժողովրդական դերասանուհի Եկատերինա Կասաբովան, ով պարզապես հիացած է քաղաքի գեղեցկությամբ ու տեղացիների հյուրընկալությամբ։ Я хочу сказать, что эти фестивали необходимы. Мы приезжаем сюда, мы такой заряд энергии получаем здесь. Մենք հաճույքով ենք եկել ու բերել լավագույն ներկայացումը։ Մենք փորձում ենք այս ներկայացումների միջոցով երեխաների մեջ ներարկել լավագույն հատկանիշներ։ Թատերական լոռի փառատոնը Ալավերդի է բերում ոչ միայն բարձրաժեք ներկայացումներ, այլև մշակութային ուրույն մթնոլորտ։ Ներկայացումները հատկապես երեխաների համար նախատեսված բեմադրությունները դաստիարակչական նշանակություն ունեն, հաղորդելով արժեքներ, զարգացնելով ճաշակ եւ երևակայություն։ Փառատոնի շնորհիվ տարածվում է դրական էներգիա, իսկ ջերմ ու գնահատող հանդիսատեսը դարձնում է այս տոնը իսկապես հիշարժան։ Դաղստանի պետական տիկնիկային թատրոնի արտիստները եւս մեկ անգամ ընդգծեցին այս ու նման փառատոնների կազմակերպման կարևորությունը երկու երկրների միջև նաեւ մշակույթների կապերի ամրապնդման առումով։ Ներկայացմանը դահլիճում էր նաեւ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։ Резюмирую, их нужно укреплять, продолжать, они не порваны, они крепкие. Այս կապերն անհրաժեշտ է ամրապնդել ու շարունակել ավանդույթները, որոնք արդեն ձևավորված են։ Ռուսաստանի եւ Հայաստանի կապերը բոլոր ոլորտներում պետք է ամուր լինեն, բայց мշակութային ու արվեստի կապերը նաեւ խաղաղության կապեր են։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ну, сегодня мы видели один из примеров, как это нужно делать. Փառատոնի հատուկ հյուրերից էին Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի թատերական մանկապատանեկան միջազգային փառատոնի ներկայացուցիչները, որոնք թատերական կապեր ստեղծելու նպատակով էին այստեղ, հետագայում իրենց փառատոնի համար խմբեր հրավիրելու նպատակով նաև։ Չնայած նրան, որ մենք ապրում ենք տարբեր երկրներում, մենք ունենք մշակութային շատ նմանություններ, որոնք մեզ միավորում են ու դարձնում կարծես մեկ ընտանիք։ Հուսով ենք, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի մեր երկրում, Իրանում, ու մենք կունենանք մշակութային եւ արվեստի շատ գեղեցիկ շփում եւ միավորում։ Արդեն 31-րդ անգամ անցկացվող թատերական լոռի փառատոնը այս տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ հեղինակություն ոչ միայն Հայաստանում, այլ նրա սահմաններից դուրս։ Փառատոնը շարունակաբար հարթակ է հանդիսանում թատերարվեստի տարբեր ուղղությունների ներկայացման, մշակութային երկխոսության խթանման եւ միջազգային համագործակցության համար։ Թատերական լոռին եւ փառատոնի երկարամյա տնօրեն Հրաչյա Պապինյանը լավագույնս են կատարում իրենց դերը կապելով տարբեր մշակույթներ եւ երկխոսության կամուրջ դառնալով արվեստի միջոցով։ Մերի Կոլոլյան, Ռոբերտ Պետրոսյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։